նախ շնորհակալություն եմ հայտնում այս հանդիպումը կազմակերպելու համար, որովհետև կարծում եմ, այո, խորհրդանարական վերահսկողության շրջանակներում առողջության ապահովագրության բարեփոխման ընթացքի մասով մենք ընթացիկ անպայման աշխատելու ենք եւ կարեւոր է ինչպես արձանագրումներ անել արդեն իսկ համարյա թե մեկ ամսվա աշխատանքների մասով, այնպես էլ կարևոր է նաև դիտարկումներ, առաջարկներ եւ բարձրացված խնդիրների մասին շատ այսպես ինտենսիվ կերպով միասնական ձևով աշխատելով առաջ գնալ, որովհետեւ մենք իհարկե երբ որ քննարկում էինք այս բարեփոխման ներդրումը նաև բազմիցս ասել ենք, որ առողջության ապահովագրության համակարգը բարդ, բազմաշերտ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բոլորին վերաբերող բարեփոխում է եւ նրա այս բարեփոխման ներդրումը իհարկե դինամիկ գործընթաց է, այն մեկնարկել է եւ 3 տարվա ընթացքում ամբողջությամբ ներդրվելու է եւ այս 3 տարիները մեզ նաեւ շատ կարեւոր ընթացք են այն մարդու համար ավելի պարզ, ավելի օգտվելու առումով հարմարավետ դարձնելու եւ այս փորձառությունը ծառայությունները ստանալու եւս մենք շատ կարեւորում ենք։ Այո, հարգելի գործընկերներ, այս բարեփոխման արդյունքում փրկվում են մարդկանց կյանքեր, որը ամենակարևորն է։ Մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը, աշխատունակությունը, չեն դառնում նաև ըստ էության հավելյալ սոցիալական ուրեմն ճնշում ավելացնում պետության վրա եւ պետությունը իր միջոցները ներդնում է, որպիսի մեր մարդկային կապիտալը զարգանա եւ մաքսիմում ծառայի Հայաստանի Հանրապետության զարգացմանը, տնտեսական աճին։ Ուրեմն հունվարի 1-ից համակարգը սկսել է աշխատել, հենց ամսի 1-ին, 2-ին, 3-ին արդեն իսկ ունեցել ենք սպասարկված քաղաքացիներ, որոնք դիմել են թե էմերջենսի ծառայության եւ թե այլ հիվանդանոցային բուժօգնության, ուրեմն այցերի թիվը արդեն իսկ 250,000-ը հատել է, ես այստեղ մի պարզաբանում եմ ուզում անել, որ այցերի թիվն ենք մենք հրապարակում, որի ուրեմն մեջ մտնում են մի շարք տարատեսակ այցեր։ Եվ ես երբեմն հակիրճ լինելու համար, երբ որ միայն ներկայացնում եմ հիվանդանոցային կամ ամբուլատոր այցերը, մեր որոշ ընդդիմադիր պատգամավորներ ասում են, բա ուր կորան մնացած այցերը, ուզում եմ ասել, որ ուրեմն ներկայացված այցերի շրջանակը ներառում է հիվանդանոցային, ամբուլատոր, շտապօգնության եւ ցերեկային ստացիոնար այցերը։ Ուզում եմ նաեւ նշել, որ այցերը ուրեմն կապված են մարդկանց հետ, այսինքն մեկ մարդը կարող է մի քանի այցի շրջանակներում սպասարկում ստանալ։ Սա նշանակում է, որ կարող է արդեն իսկ մեր քաղաքացիները խորհրդատվություն, էլեկտրոնային դեղատոմսով դեղ ստանան, հիվանդանոցային այց գրանցեն եւ այլն եւ այլն։ Այսինքն չի նշանակում, որ 255,000 հոգի է օգտվել, այլ նշանակում է, որ 255,000 այց է գրանցվել։ Մենք հաջորդիվ նաեւ անձանց կապելով եւ այսօր հնչեցված 65+ քաղաքացիների մասով արդեն վիճակագրությունը անձերի մասով է եւ այսքան անձ է օգտվել առողջության ապահովագրության շրջանակներում տրամադրվող ծառայություններից։ Իհարկե ես շատ հակիրճ անդրադառնամ, որ թե էլեկտրոնային համակարգերի եւ թե գործառնական առումով մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք բժշկական կենտրոնների ինչպես ադմինիստրատիվ պատասխանատուների, այնպես էլ հենց բժիշկների հետ եւ ընթացիկ փոփոխություններ ենք իրականացնում, որոնք բխում են իրական կյանքից եւ ըստ էության շատ կարեւոր է, որ նման մեծ ծավալի բարեփոխումները, երբ որ արդեն դառնում են իրական, եթե կարելի է, հա,
Եկելի գործընկերներ, խնդրում եմ լրություն պահպանեք դահլիճում։ Պարոն Եղոյան։ Երբ որ իրական կյանքում արդեն բարեփոխումը սկսում է գործարկվել, ուրեմն շատ կարևոր է, որ լինել արձագանքող մարդկանց առաջարկումների, դիտարկումների, ուրեմն process-ները կրճատելու, ավելի པարզ դարձնելու մասով եւ մենք հենց այս ճանապարհով էլ առաջ ենք գնում։ Մենք ուրեմն մեզ համար դրել ենք պարբերականություն ամփոփելու ամսական կտրվածքով, եռամսյակային կտրվածքով եւ միանշանակ 6 ամսյա կտրվածքով եւ հիմա արդեն հավաքագրում ենք նաեւ հաջորդ ուրեմն ինչպես որ օրենքի մեջ նախատեսել ենք 6 ամսվա ժամկետում մենք նաեւ հանդես կգանք որոշակի ավելի բարելավող, ավելի ուրեմն մեր քաղաքացիների առաջարկների հիման վրա որոշակի առաջարկություններով։ Երևի այսքանով սահմանափակվեմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։